Հիմա Ուռուսը ինչ խաղ է տալիս, կամ Եվրոպա կոչված պոռնկացիները ինչ խաղեր են տալիս։ Մի խաղ։ Քանի որ այս պոռնո զավակը ստորագրել է փաստաթուղթ, ըստ որի ամրագրել է Արցախը ըստ իրենց Ղարաբաղ որպես ադրբեջանական տարածք, դա է պատճառը, որ process-ը գնում է փուլային տարբերակով հողերը հանձնելու։ Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները։ Ես գիտեք, եւ ես սա ձեզ ասում եմ պաշտոնապես։ Եվ դա ասում է պաշտոնապես այս պոռնո զավակը, որովհետև դուք պաշտոնապես ճանաչում եք այս պոռնո զավակին, պետական դավաճանին, հոմոսեքսուալիստ պիդերին, որպես ձեզ իշխանություն։ Նա լավ անում, մը պաշտոնապես ճանաչում եմ։ Հիմա դրա մեղավորով է, ովքեր են։ Նախ, ուրեմն թույլ չի տրվում, որ տեսեք, տարեկան 200 տոննա ոսկի, 200 տոննա ոսկի, 10 միլիարդ դոլար ոսկի դուրս է գալի Հայաստանից։ 163 տոննա ոսկի դուրս եկավ այս պոռնիկի զավակի անմիջական գլխավորության մասնակցության Փաշօղլու։ Ես նախկինները չեմ ասում, տարեկան 200-ից 220 տոննա ոսկի Հայաստանից դուրս է եկել։ Այս 30 տարիների ընթացքում։ Տարեկան մենակ նորից եմ ասում 10 միլիարդ դոլարի ոսկի, մեր ոսկին է, այս պոռնիկներինը չէ, մեր ոսկին արա, 10 միլիարդ դոլար, դուք պատկերացնում եք, մենակ ոսկու մի տարվա գումարը, որ դրվեր առնելու, զինելու մեր բանակը, մենք հիմա աշխարհի ամենահզոր պետությունն էին։ Իդեպ ասեմ ձեզ, 1991 թվականից 1993 թվականը, ուրեմն 500 միլիոն դոլար պարտքեր Ռուսաստանը, 500 միլիոն դոլար պարտքեր Ուկրաինա։ Ուրեմն եւ Ուկրաինայից, եւ Ռուսաստանից այդ պարտքի դիմաց Ուկրաինան եւ Ռուսաստանը մեզ այն ժամանակվա ամենավերջին տեխնիկայի խմբականակ են ուղարկում 1 միլիարդ դոլարի արժողությամբ, որը Վզգոյի, Քորի, Խերժոյի, Ռաուֆի եւ մնացած պոռնկացիների անմիջական դադաղազ ազգային անվտանգություն հատուկ հնչական, էլ գրադներ, էլ ժամանակակից տանկեր, էլ բետերներ, էլ ամենավերջի տեխնիկան 1 միլիարդ դոլարի։ Ու այդ բոլոր տեխնիկան տրանզիտ դուրս է գալի, վաճառվում է թուրքերին, ադրբեջանցուն, պարսիկին եւ այլն։ Հիմա ով է դրանում մեղավոր։ Կասեք չգիտեք, ուրեմն անգրագետ եք։ Կասեք գրագիտություն չունեք, տեսեք ես տասնամյակներ պայքարել եմ։ Տասնամյակներ, մի տարի չէ, 10 տարի չէ, տասնամյակներ։ Են ողջարա հոտ կա, են պոռնիկներ կան։ Բա դուք Սերժի ժամանակ ուր էիք, պոռնիկներ։ Ես Սերժի ժամանակ ձեր նման պոռնկացիների մամաներն էի լացացնում, որ ձեր նման պոռնկացիները լափը ուտեն, տներից դուրս չգան, իրանց պոռնիկ կնիկներին էլ հանեն թուրքյաները, որ թուրքերը լավ շինեն, որովհետև իրանք մտածելով իրենց լափի մասին ворերն էին հաստատնում։ Այսօր նորից եմ ասում, խնդրու առարկան որն է մեր, որ գնանք մենք հասնենք Բաքու, ըստ մեր
մեր գիտակից հատվածին է վերաբերվում, ատրպատական իր Բաքուրակերտ Մարիա քաղաքով, մենք դառնալու ենք հանցագործներ միջազգային, որովհետև մենք ասելով գիտեք ինչ եմ ուզում հասկացնեմ ձեզ, ձեր օլուխ, օղչարամիտ, օղչարատիպ հատվածի մասին։ Գտան, Բաքուն կա, ոչ, ի սկզբանե մենք պետք է այս պոռնիկներին կախաղան անենք, մինչև մենք ներքին թշնամուն չենք վերացրել, արտաքին թշնամուն չենք կարող հաղթել, որովհետև ինչքան էլ հաղթես մի գրչի հարվածով ամրագրելու են, որ մենք հանցագործ ենք, ոչ թե մենք ազատագրել ենք մեր հայրենիքը, այլ զավթել ենք գոյություն չունեցող Ադրբեջանը, դրա համար էլ միջազգային կառույցները դնելու են հագցնել, դրա համար առաջնային ինչ է պետք, գիտելիքներ, գրագիտություն, սրանց պատասխանատվության պատժի ենթարկելու խնդիրները լուծել, հրապարակավ կախաղան հանել, ես դա դատական պրոցեսներով նաև տանում եմ, որ սրանք ապօրինի են անօրինական պետական դավաճաններ, միջազգային հանցագործներ։ Եվ դրանց կողմից ստորագրված, ամրագրված, կայացրած, ընդունած որոշում, վճիռ, պայմանագիր եւ այլն իրավական որևիցե կարգավիճակ չունեն։ Եվ որևիցե կարգավիճակ չեն կարող ունենալ, քանի որ ապօրինի են անօրինական առ ոչինչ։ Եվ իրավական հետևանքներ չեն կարող առաջացնել։ Հիմքը եւ բոլոր համակարգերով հանդես եմ գալիս որպես նախագահի պաշտոնակատար, օրինական, սրանք անօրինական են։ Ուստի ոչ մի ռուսական զորք չի գալու, թե խաղապահ լինի, թե անխաղապահ լինի, թե եսի ինչ լինի, թե ֆլան չի լինել։ Մենք պետք է փոխենք այս բանակցային process-ը, տեր կանգնենք մեր պահանջատիրություններին, մեր սեփականություններին, որ նաև պարտադրենք Ֆուչններին, Պուտիններին, Տրամպլիններին, մակարոններին, Եվրոմիություն, այդ վիժվածքներին, որ այդ պոռնիկներ դուք միջազգային հանցագործներ եք, դուք այսօրվա վրա ձեր իսկ մասնակցությամբ, ձեր իսկ վարձու վարձկանների ներդրմամբ, նշանակմամբ ցեղասպանում եք մեր ազգին, թալանում եք մեր պետությունը, վերացնում մեր ինքնիշխանությունը, միջազգային իրավունքի սուբյեկտ կարգավիճակը ցեղասպանում մեր ազգին։ Դուք միջազգային հանցագործներ եք եւ ներկայացնելով ավժուտ ներկայացրած է մնում է միայն տեր կանգնել, տեր կանգնել, ուզում եք հաղթենք, ուզում եք հաղթենք, արա, տեր կանգնեք, մերն է հասկանում եք, Արցախը Ղարաբաղ չի, արա, Հայաստանի վարչատարածքային միավորը, այս պոռնո զավակները, որ ասում են, ինքնորոշման հարցն են, ոչ մի ինքնորոշում, ինչ ինքնորոշում, այդ պոռնիկներ, ինչ ինքնորոշում, եթե դու ինքնորոշվում ես, ճանաչում ես Ադրբեջանի ամբողջականությունը, ստեղ արդեն էլի խաղ է գնում, Ադրբեջանն ասում է իմ ամբողջականությունն է, ես թու չեմ տալի, ինչ ես Ադրբեջանի հետ բանակցություններ տանում, ով է Ադրբեջանը, դու ես այդ կարգավիճակը տալիս, այդ պոռնիկներ, այդ 4 պոռնկածիները, իրենց համակարգերով, Ադրբեջանն ով է, որ եթե գոյություն չունի, դու ոնց ես այդ պոռնիկին կարգավիճակ տալիս, Աբդուրախմանի հետ նստում սեղանի բանակցություններ տանում, հարց եմ տալիս, այսինքն ճանաչում ես նրա ամբողջականությունը և ինքնորոշման իրավունք, ինչ ինքնորոշման, այ պոռնիկ, ինչ ինքնորոշման, մենք հազարամյակներով ինքնորոշված ազգ ենք, այ վիժված, ինչ ինքնորոշում, այ պոռնկացի, սա Հայաստանի վարչատարածքային միավորներից մեկն է, ամբողջական մեր հայրենիքի մի չնչին հատվածը,
Նախիջևանն էլ է մերը, Ջավախքն էլ է, Վրաստանն ով է, այսօր Վրաստանի առջև չոքել եք, ինչի համար, որովհետև այս պոռնիկը ասում է ամրագրել եք, իդեպ էլ ասեմ ձեզ, 2006 թվականին Ռաուֆ Սեյդօղլին, Վարդան Օսկանյան կոչված են պոռնկածինի գլխավորությամբ, մեր սահմանը այն ժամանակվա պաշտպանության նախարարի, ուշադիր լսեք, գլխավոր դադաղազի ազգային անվտանգության քննչական կոմիտեի հատուկ քննչական ծառայության պետի, ազգային ախորի դեպուտանկաների, կույսակցությունների, նախագահ կոչված պոռնկածիների մասնակցությամբ, համաձայնությամբ, մեր սահմանագծի ամբողջ երկայնքով հայ վրացական սահմանի 500 մետր դեպի ներս մեր սահման, մեր այս սահմանագիծը հանում են և բերում են ներս։ Փորում են մի հատ մեծ ռուսերեն ռով, ասես փոս, իբր մաքսանենգությունը կասեցնելու նպատակով Ռաուֆ Սեյդօղլու հանձնարարական, որի բանակցային պրոցեսը տանում էր Վարդան Օսկանյան կոչվածը 8000 քառակուսի կիլոմետր նվիրաբերվում է Վրաստանին և ներկայացվում, որ Հայաստանը այլևս որևիցե պարտ պահանջ չունի Վրաստանից։ Հիշում եք, չէ՞, մեր գյուղացիները, որ կռիվ գալմղալ էին բարձրացնում, որ չէին կարողանում գնալ իրենց տարածքները մշակեն, այդ ժամանակ։ Եվ լափը տվեցին, ու իսկ այս պոռնիկներին միլիարդներով գումար, որ մեր հողերը ծախվեցին։ Հիմա ինչ է մեզ պետք։ Գիտակից հատված կոչված Թուրքի շինված բոզի ատխոդների մասին չի խոսքը։ Ինչ է մեզ պետք։ Հա? Ինչ է մեզ պետք։ Մեզ պետք է ձեր գիտակցությունը հասունանալ։ Մեզ պետք է, որ դուք հասկանաք ինչումն է խնդիրը։ Բանակին ինչով է պետք օգնել, արա։ Որ դուք տանում եք անմեղ տեղը, բանակին դուք տեսեք, այսօրվա օլուխների մեծամասնության լափն է կարևոր, բանակին օգնես, ինչով օգնես։ Այս միլիարդները, տեսեք, որևիցե մեկը չի ասում, գնանք Փաշօղլու գլուխը ջարդենք, Խերժոյի գլուխը ջարդենք, Ռաուֆի գլուխը ջարդենք, Քորի գլուխը ջարդենք, հա, որ մեզնից թալանվածը բերենք այդ զենքը, զինամթերքը առնենք։ Ասում է, բանակին պետք է օգնել։ Ինչով ես օգնում, որ տանես մատաղաց ու ոչխար սարքես մեր ոսկե սերուցքին, հա։ Արա այդ վիժվածքներ, արա, այ օլուխներ, արա։ Պետք է հարցեր լուծել, բնականաբար պետք է, բայց պետք է ինչ կարգով լուծել։ Այսօր պիտի մինչև մենք ատրպատականն էլ ազատագրենք, արա։ Բայց դրա համար ուղեղա պետք, այ անասումներ, ուղեղա պետք, նախ պետք է ամրագրես, անմիջապես տեսեք, որ մենք ունենայինք ազգային կառավարություն, անմիջապես պատերազմի հենց առաջի օրվանից, պետք է ճանաչվել Արցախը որպես Հայաստանի վարչատարածքային միավոր, Ադրբեջան պետություն կոչվածը որպես ատրպատական իր Բաքուրակերտ մայրաքաղաքով և մենք գնում ենք ազատագրել ատրպատականը, լսում եք, Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը, Կիլիկիան, Ջավախքը, Ախալցխան, Բաթումին, լսում եք օլուխներ, անմիջապես մեկ օրվա մեջ մտցնում են նախագիծը, կայացում էր որոշում, հաստատվում էր, դնում են միջազգային կառույցների դեմը։ Հեսա, մենք ենք պահանջատերը, մենք ենք զոհը, մեզ են սպանել, մեզ են ցեղասպանել։ Բոլոր քաղաքական պրոցեսը, բանակցային պրոցես փոխվում էր։ Բայց չեն անում։ Ֆուցնը ով է, Տրամպլինն ով է, Մերքելն ով է եւ
դրանք գան մեզ պարտադրեն այս օճլոտները, գան մեզ պարտադրեն, որ աշխարհին մենք ենք ցիվիլիզացիան տվել, զարգացումը տվել, մեզ պարտադրեն սենց արել, որովհետև այս պոռնկա վաստակները, այս թուրքի շինված աթխոդները իրանց կողմից նշանակված վարձու պոռնիկներն են, հասկանում եք, եւ այս վարձու պոռնիկները իրենց նման վարձկաններին նշանակում են, նշանակել է մուսորների ազգային անվտանգության հատուկ քննչական կոմիտե, պարլամենտ, կույսակցություն, դոծիկներ, լֆիկներ, գրզոներ եւ այլ, որ ձեզ թալան է։ Հիմա եթե դուք խելք ունենաք, պահ եկել է, զենք չեք դնում, հիմա տեսեք տղաներից տեղից տանում են ընդեր, շաբաթներով պահում են, օրերով պահում են, լսում եք, զենք չեն տալիս, ու ասում են պաշտպանվեք, բայց զենքերը ինչի մարես առ այդ պոռնիկի վաստակ, ինչի գազատարին չեք խփում, ինչի ջրամբարին չեք խփում, որ տեղում ոչնչացվի այդ պոռնիկի ծննդներ, որովհետև դուք թուրքի շինված բոզի վաստակներ եք, որովհետև դուք թուրքի աթխոդներ եք, մենք ազատագրելու խնդիր ունենք, ոչ թե գրավելու, իրանք են մեր հողերը գրավել, մենք պետք է ազատագրվենք, մեր խնդիրն է ազատ և մատուցել ճիշտ կարգով, ինչ փող զիջում, մենք զիջելու բան չունենք, արա, մենք ովքեր մեզ, այդ ամենը կապված հենց կարգավիճակի, դրսի պոռնկա վաստակին բերել են, նշանակել են ձեր գլխին որպես իշխանություն, դուք ընդունում եք այս իշխանության, որը ձեզ իշխում է, որը ձեզ ստրկացնում է, որը ձեզ ոչնչացնում է, որը ձեզ ցեղասպանում է, որը մեր ազգու պետությունը ծախում է։ Ո՞վ է մեղավոր։ Ո՞վ է մեղավոր։ Դուք։ Ամբողջ խնդիրը նորից եմ ասում։ Կայանում է նրանում, որ դուք ձեզ զգացմունքայնությունը, գիտակցությունը նպատակային ծառայեցնեք, որ մեր հաղթանակներին, մեր ոսկեսերուցքի արյունը զուր տեղը չթափեն, որ այլևս մենք որևիցե պատերազմի չենք կասեցնելու, տեսես ես երկու բառով էլ ասեմ բացատրեմ, մեզ մաշում են, մեր ոսկեսերուցք այսօր վակցինաների միջոցով, այդ պոռնկածինը, այս մասկիկի միջոցով սպանում են 7-8 տեսակի մենակ վակցինա ներարկում են մեր զինապարտներին, մեր երեխաներին, այս պոռնիկը, այս թուրքի շիվատ բոզի վաստակը, և դուք ծառայում եք դրան, հիմա այսօր նորից եմ ասում դեր, մենք իրավունք չունենք կանգնեցնենք, մենք պիտի գնանք մինչև Ատրպատական, Բաքու չէ, արա, դա մեր հողերն են, արա, մենք չենք գրավելու, նորից եմ ասում, մենք ազատագրելու ենք, Ռուսը կլնի, Ֆուցնը կլնի, Պուտինը կլնի, Եվրոխորհուրդ, Եվրոմիություն, մենք իրավունք չունենք կանգնել պատերազմ, սա մահու կյանքի պատերազմ է, սա պիտի մենք գնանք, որ մենք մեր հաղթանակը տոնենք, Ատրպատականում, դրոշը խփենք Բաքուրակերտ մայրաքաղաքով, տեր կանգնենք մեր ունեցածին, Արցախին, Նախիջևանին, Արևմտյան Հայաստանին, Կիլիկիային, Բաթումի ջավախտով վրացին ով է, թուրքը ով է, ադրբեջանցին ով է, արա, հերիք հայելի չորեք թած սրա նրա ոռը լպստեք, ոտքի կանգնեք, արա, մենք առյուծ ազգ ենք, արա, Առյուծ ազգ ենք, արա, մենք արմեններ ենք, արա, մենք արմենական ծնունդ ենք, արա, տեր կանգնեք, խելքի արեք այսօր, մենք մինչև պիտի վերջ ազատագրենք 480,000 քառակուսի կիլոմետրը, հերիքա, ստրուկի ճորտի ոչխարի տեղ ձեզ մորթեն, վերացնեն, ոչնչացնեն, այլասեռեն պղծեն, ժամանակին մեր սրբությունները թուրքի ձեռը չընկնելու համար գնում էին իրանց գցում էին, բայց պտի կոկորդները կդրեին,
կրծեին, արունը խմեին, որ այսօրվա վրա չլնեին։ Մենք մի կանգնելու խնդիր չունենք, ով կանգնեց ազգի թշնամինը, ով կանգնեց պետական դավաճանը, ով կանգնեց չառաջացավ, մենք պիտի գնանք, բայց նորից եմ ասում, այսօր պետք է ամրագրենք Արցախը որպես Հայաստանի վարչատարածքային միավոր, Ատրպատականը որպես Հայաստանի վարչատարածքային միավոր, մեր պահանջատիրությունները Նախիջևանով, Ատրպատականով, բոլորը Արևմտյան Հայաստանով, Կիլիկիայով, նորից եմ ասում, Բաթումի, Ջավախ, Կախալսխա, տեր կանգնեք, արա այսօր մեր լինելու չլինելու խնդիրն է, թե ծովի հնարավորություն ունենան, թե սահմանների ամրագրելով, ամբյուղ, տեսեք, այս պորնիկի վաստակը միտումնավոր փակել էր սահմանները, որ մեր ազգակիցները չգային աջակից չլինեին, որ հաղթանակ չտոնեն, այսօր եկել է ժամանակ այս բոլորին սատկացնելու, տեր կանգնեք, ոչ միայն կռիվն դեղա, առաջի պատերազմը նաև Հայաստանում պիտի լինի, Երևանում, ազատագրելու մեր ազգին, ճիշտ հասկացեք ինչ եմ ասում, ոչ թե ժողովուրդ, մենք ժողովուրդ չենք, մենք ազգ ենք, հերիք է լավ, այդքան բացատրել չի լինի։ Միացեք ազգային ազատագրական պայքարին, ռուս-մուս փաթթած ունենանք, հարա, ինչ ռուսի տիրումերն էլ, մեկ էլի մյուսի Ամերիկայի, Եվրոպ, մենք ենք մեր բոլոր խնդիրները մենք պիտի լուծենք։ Համաշխարհային պատերազմները մենք ենք հաղթել, ռուս-մուրուսը չի հաղթել։ Գեներալները, ամենամեծ քանակությամբ գեներալները մենք ենք տվել աշխարհին։ Լսում եք, արա, տեր կանգնեք ձեր սրբություններին։ Այսօր լինելու չլինելու խնդիրն է, եթե այսօր գիտակցեցիք, մենք վերադառնում ենք մեր արմենական արմատներին, մեր սրբությունների, մեր բնորանների տերն ենք կանգնում, պահանջատերն ենք դառնում եւ բոլոր բանակցային պրոցեսները փոխում ենք։ Մենք ենք պահանջատերը, ոչ թե սպորնոզավակները։ Միացեք ազգային ազատագրական պայքարին, այս պորնոզավակին որևիցե մեկը բանի տեղ չի դնում, որովհետև բոլորն էլ հասկացել է, սա, այս վիժվածքը Փաշողլին իր տերերի հետ, Խերժոյի, Ռաուֆի, Քորի, ինչպես նաև դրսի տերերի հետ, խաղը կրվել են, նրանք չէին սպասում, որ մեր արուզավակները, որ մեր սրբությունները, մեր արմենական արդյունքները Թուրքին առանց զենքի կոչնչացնեն։ Հիմա նորից եմ ասում ձեզ, իսկ դրա համար նաև տեր կանգնելու համար մեր հաղթանակներին պետք է նաև իրավագիտություն ունենալ, նաև պիտի իրավական համակարգերով այդ բոլոր պրոցեսները ամրագրել, որ որևիցե մեկը հանգարցակից շշկրվի գասի, գիտես ինչ կա, էսի Թուրքինն է, էսի վրացունն է, էսի պես բան չկա, բոլորը մեր Պարզապես խելացի, իրավագիտորեն, նաև իհարկե մեր երեխաներին, մեր սրբություններին ամեն կերպ աջակցությամբ, ու այս պոռնիկները, եթե այսօրվա վրա տեսեք տղաներին տանում են, չեն զինում, պահում են որպես կներեք, պահում են որպես պահեստային զինվորներ, մեզ դա պետք չի, մեզ պետք է առաջ գնալ, մեզ պետք է ազատագրել մեր հողերը, մեր սեփականություններին տեր կանգնել, միացեք ազգային ազատագրական պայքարին, այս պոռնիկներին հրապարակավ կախելու, սատկացնելու, ժամանակն եկել է, տեր կանգնեք, այսօր այսքանը, խոսենք, այս քանի օրը հարցեր պիտի լուծվի, նորից եմ ասում, մենք կանգնելու բան չունենք եւ չենք կանգնելու, գնալու ենք մինչեւ մեր հողերի ազատագրմանը, ոչ թե գրավմանը, ազատագրմանը։ Ձեր ուղեղների մեջ այդ նստացրեք։ Մենք էլ ժողովուրդ չենք, մենք ազգ ենք։ Ժողովուրդները ադրբեջանցիներն են, ռուսներն են, ուզբեկներն են, թուրքերն են, մնացածներն են, մենք ազգ ենք, եվրոպացիներն են, գերմանացիք, ֆրանսիացիք, դրանք են ժողովուրդ, մենք ենք ազգը, սրանք պիտի մեզ միանան, մենք ենք այդ քաղաքակրթությունները տվել, այսքանը, բարի գիշեր ձեզ։